Ապեր։ Привет։ Elə վարսավի ձեջային բարևի։ Բարև ձեզ։ Привет, Ազիզ ջան։ Ում մազերն են կտրում։ Սկզբում իմը հետո երեխոնը։ Աստինդ է։ Ապեր, այդ ինչ է մազերիդ վիճակը։ Ասում եմ կաղա մի 1000 դրամ տամ գնաս մոտդ մազերդ կտրես։ Բայց ինչ հումորով ես այն Կեղտոտ ասեցի վիշա, որ կտրես վերջացնես, ամել գլուխս գլվաս։ Ես մեռա։ Արա ախպեր ոնց թե մեռա, հələ շուտ է, սպասի երեխու մազերնը կկտրես, նոր կմեռնես։ Լսի հիմա լվանամ մազերդ։ Չէ, փոշմանեցի, համել դուրսը ծուրտ է կաղա մրսեմ, մեկա հիմա դեկտեմբերն է, բան չմնաց, հեսա մայիսը կգա կլվանանք։ Վերջացրեցի։ Դե դու միջև երեխու մազերը կտրես, ես գնամ կողքի խանութից սիգարետ առնեմ գամ։ Արի նստի։ Լսի, բայց դու դիմագծերով ընդհանրապես նման չես պապայիդ։ Նման եմ։ Վայ, նման չես։ Ինչի դու իմ պապային տեսել ես, որ տենց վստահ ասում ես։ Ոնց։ Բան նոր պապատ չէր հետդ։ Չէ։ Բա այդ մարդ ով էր։ Ես շատ իմանամ ով էր։ Անծանոթ մարդ էր։ Փողոցում մոտեցավ ասեց. «Ուզում ես գնանք մազերը ձրի կտրենք»։ Վայ,